Արատես, այսօր մենք խոսենք բրաուզերի history և մասնավորապես համակարգչի history-ի մասին, այսինքն թե բրաուզերը ինչ պատմություն ունի, թե ինչպիսի կայքեր ենք մենք այցելել և որտեղից կարանք այն նայել և նույն գործողությունը կատարում ենք նաև համակարգչի վրա, թե ժամանակի որոշակի պահից ինչ ֆայլեր և թղթապանակներ ենք մենք բացել համակարգչի վրա։ Դրա համար նախ առաջինը սեղմում ենք ցանկացած բրաուզեր, բացելով այն, բացված բրաուզերի վերևի մասում մենք ունենք օրինակ մասնավորապես Yandex-ի բրաուզերի դեպքում ունենք 3 գծիկ, սեղմում ենք դրա վրա, բացված հրամանային մենյուից ընտրում ենք history և բացված ցանկից մեզ ցույց է տալի այն կայքերը, որ մենք այցելել ենք և ավելի ընդլայնված տարբերակով նայելու համար ստեղնաշարի սեղմում ենք Ctrl+H համակցման կոճակները կամ սեղմում ենք հենց history-ի վրա, բացվում է ավելի ընդլայնված տարբերակը, որտեղից մենք կարանք դիտենք այն կայքէջերը, որոնք մենք որոշակի ժամանակահատված առաջ այցելել ենք։ Բացի այս ամենից գոյություն ունի նաև համակարգչի history, որը իրենից ներկայացնում է հետևյալը, թե մենք ժամանակի որ պահին, որ թղթապանակի մեջ ենք մտել և որ ֆայլերն ենք բացել, ենթադրենք։ Մենք ունենք ֆայլեր և ունենք թղթապանակներ։ Հիմա տեսնենք մենք որ ֆայլերն ենք բացել և որ թղթապանակներն ենք բացել։ Դրա համար ստեղնաշարից սեղմում ենք դրոշակ և R կոճակը, բացված պատուհանում գրում ենք recent հրամանը և սեղմում ենք OK։ Այնուհետև մեր մոտ բացվում է այն թղթապանակը, որը իր մեջ պարունակում է որոշակի ֆայլեր և թղթապանակներ, որոնք մեզ թույլ են տալիս տեսնել, թե համակարգչի վրա տվյալ ժամանակահատվածում ինչ թղթապանակներ կամ ֆայլեր են բացվել, որպեսզի հավաստիանանք դրանում, մենք կբացենք որոշակի թղթապանակներ և ֆայլեր, բացում ենք command տվյալ պատուհանը, թղթապանակը, այնուհետև բացում ենք օրինակ տվյալ ֆայլը, բացում ենք ենթադրենք տվյալ ֆայլը և այդպես շարունակ։ Ծրագրերը տվյալ թղթապանակում չեն հայտնվում, եթե մենք ծրագրեր ենք բացում։ Այդ պարագայում այս տվյալ թղթապանակի մեջ չի արտացոլվում այն բոլոր ծրագրերը, որոնք առկա են համակարգչի վրա։ Հիմա, որպեսզի մենք տեսնենք, թե իրականությանը մոտ է այն քայլերը, որոնք որ մենք արեցինք, թե ոչ, դրա համար մենք կարանք նախորդ նույնությամբ նորից բացել նույն պատուհանը, որտեղ թարմացված տարբերակով մեր մոտ ցույց կտա այն ֆայլերը, հաջորդականությունները, որոնք մենք բացել ենք տվյալ պահին։ Հիմա, որպեսզի մենք պատուհանը չփակենք, նորից բացենք, դրա համար պատուհանի ազատ դաշտում, սպիտակ դաշտում, մկնիկի կոճակի աջ սեղմում ենք կատարում, բացված հրամանային մենյուից սեղմում ենք refresh։ Սեղմեցինք և մեր մոտ թարմացավ տվյալ ցանկը և տեսնում ենք, որ մենք բացել ենք հետևյալ ֆայլերը, որոնք ժամանակի որոշակի պահին մենք օգտագործել ենք։ Այսքանը հուսով էի, որ դուր եկավ տվյալ վիդեոն, հետագայում կօգտվեք տվյալ ֆայլի հնարավորություններից։ Շնորհակալ եմ։